ակնկալիքով եք գնալու ընտրեք Նիկոլ Փաշինյանին։ Ավելի մեծ հույսերով, ավելի լավ բաների համար։ Ինչի համար օրինակ, ինչ իր քաղաքական ծրագիրը, նախընտրական ծրագիրը ծանոթ եք, կարդացել եք։ Չեմ կարդացել, բայց Ինչի համար եք Նիկոլ Փաշինյանի սատարում։ որովհետև մինչև հիմա հավատացել եմ, մինչև սրանից հետո էլի եմ հավատալու։ Չի եղել Նիկոլ Փաշինյանը, որ արել է հայտարարություն, բայց չի արել։ Դա ոչինչ, կանի։ Օրինակ, որ ասում էր Արցախը Հայաստան է եւ վերջ, հիմա ասում է Արցախը Ադրբեջան է։ Ձեզ համար տարօրինակ չէ։ Դե ասելա գնացել, անց է գնացել այդ պահերը արդեն։ Այսինքն, եթե հիմա ասի, որ ձեր տունը Ադրբեջանի տարածք է, դուք կասեք, դե ասեց անցավ գնաց։ Չէ, չեմ ասի։ Չէ, ինչի՞ բայց Դե չտանք այդպիսի հարցեր։ Չէ, մեկ տա։ Բա ինչպիսի հարցեր ձեզ տանք, որ հաճելի լինի։ Հարց չտակ ավելի լավ կլինի։ Այսինքն դուք չեք ուզում դսեք այնպիսի հարցեր, որը ձեզ մտածելու տեղիք կտա։ Ես ուզում եմ հավատամ, որ լավ կլինի, եթե ինքը անցնի։ Քանի տարի է Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարում է։ 18 թվականից։ Քանի տարի է լինում։ Դե ինչքան ալում։ 7 7 տարիների ընթացքում արդեն 8-րդ տարին է։ Բավարար ժամանակ չկար, որ Նիկոլ Փաշինյանը օրինակ նախկին թալանչիներին նստացներ, համաձայն եմ։ օրինակ այն խոստումները, որ տվել էր իրականացներ, ասում էր կարմիր գծերը կհանենք, չհանեց, ասում էր Արցախը Հայաստանը եւ վերջ, ասաց Ադրբեջանը եւ վերջ, ասում է Հայաստանի Հանրապետության տարածքները մեն, չէ ադրբեջանցիները, ասում ենք երբ են դուրս գալու, ասում է Ադրբեջանում մենք էլ տարածքներ ունենք։ Միգուցե որ Ռուսաստանից ազատվենք, այդ ժամանակ արդեն ամեն ինչ կմնի իր տեղը։ Այսինքն Պուտինը ինչ կապ ունի, որ Նիկոլ Փաշինյանը ասում է մենք էլ տարածքներ ունենք Ադրբեջանում։ Կապ չունի Պուտինը։ Որ Նիկոլ Փաշինյանը այդպիսի բան է ասում, Պուտինը ինչ կապ ունի։ Բա Պուտինի ասած հրամաններով այդ ամեն ինչ է եղել։ Բա ջերմուկի հողերը, որ մնացել է ամենակ ադրբեջանցիներին, դե ունենք, չէ, բայց Որոնք են մեր հողերը Ադրբեջանում։ դե կոնկրետ չգիտեմ որտեղ է, բայց քարտեզի վրա տրված է։ Մի քիչ շատ, մի քիչ տարածքներ կան։ Որ տարածքներ են։ Դե կարող է ջերմուկի մոտից, չէ, գոնե լորվա մասերը կարող է լինի։ Դե բարձրունքներ կան, որը մերն է, որ պետքա տանք իրանք էլ մի քիչ մեծ պետք է որ պետք է հետ վերադարձնենք։ Հա։ Դե չգիտեմ կոնկրետ անուններով չեմ հիշում։ Բայց ինչպես եք դուք մտածում, որ դրանք ադրբեջանական են։ Մինչև սահմանազատումը չանեն չի կարող ասենք։ Սահմանազատման ժամանակ արդեն ամեն ինչը կգնի իր տեղը։ Իրանք դուրս կգան մեր հողերից, մերոնք էլ կգան իրանց հողերից։ Դուք հավատում եք, որ իրենք դուրս կգան մեր հողերից։ Հա։ Նիկոլ Փաշինյանը ասում է, Սև լճի համար հո չենք գնալու կռիվ անենք։ Ասում է այդպես բան։ Իհարկե, չեք լսել, որ ասում է։ Միացնեմ լսեք։ Պետք չի լսել, եթե ասում եք հավատում եմ։ Իսկ դա ձեզ համար նորմալ է, որ Չէ, նորմալ չէ։ Այսինքն դուք միջև այսօր չէիք իմացել, որ այդպես է ասում Նիկոլ Փաշինյանը։ Չէ, իրոք չէի լսել։ Իսկ դուք նորմալ եք համարում, որ մի օր ասում է Արցախը Հայաստանը եւ վերջ, մի օր էլ ասում է Ադրբեջանը, դա նորմալ է Դե ձեզ համար։ բոլորն էլ ասել են։ Քոչարյանը չի ասել։ Քոչարյանը ասել է մի օր Ադրբեջանը, Չէ, մի օր չէ, չէ, Հայաստանը։ մի օր ասել, չէր ասել։ Բոլորն էլ ասել են։ Ես կարող եմ ապացուցել, որ Նիկոլ Փաշինյանը ասել է, բայց Բայց դուք ես կարող եք գիտեմ, որ ապացուցել, որ Ռոբերտ Քոչարյանը ասել է։ Չեմ կարող, պետք է ունենամ այդ դրվագները, որ իման։ Ինչպես եք։ Դե Ձեզ ասելով համար ուղղակի պետք է որ մի բան ասեք։ Նախկինների Չէ։ մեջ բերեք, Պուտինին մեջ բերեք։ Բոլորին մեղադրեք։ Ես Պուտինի մեջ բերելու չկա, հա։ Այսինքն որ Նիկոլ Փաշինյանը ասում է մենք էլ Ադրբեջանում ունենք տարածքներ։ Երբ որ Նիկոլ Փաշինյանին հարցնում ենք, ասում ենք ադրբեջանցիները պղծում են, քանդում են Արցախի եկեղեցիները, Նիկոլ Փաշինյանը ոչ մի քննադատություն չի անում, ոչինչ չի ասում։ Նիկոլ Փաշինյանը ասում է, եթե Արցախը հայկական էր, այդ ինչի այնտեղ դպրոցներ եւ մանկապարտեզներ չեն կառուցել, մինչդեռ այնտեղ 260-ից ավել դպրոց է եղել։ Դուք հաշտ եք այդ ամենի հետ։ Չէ, հաշ չեմ։ Հաշ չեմ։ Բա ինչպես եք հիմա դուք այդպես։ Դե որ երկրպագում։ ում երկրպագեմ ձերացելով։ Իմացելով չպետք է անեք, դուք պետք է Բայց ինչու եք ուզում ես ուրիշ բան ասացել եմ։ Ես չեմ ուզում դուք ուրիշ բան ասեք։ Ինձ հետաքրքիր է որպես քաղաքացի, դուք այդքանը վերլուծելով ինչ կարծիքի եք Ես եկել։ այդքան եմ մտածում։ Ամեն դեպքում ձեզ մոտ այս փաստարկները որ վերեցի, ոչինչ չփոխվեց։ Չէ։ Միևնույն է, դուք կարծում եք, որ
Հենց այդպես էլ պիտի լինի երկրի ղեկավարը։ Մի օր մի բան ասի, հաջորդ օրը մի ուրիշ բան։ Արդեն այդ կդզվի էլի ինձ թվում է։